Ցողունային բջիջներ, լսել եք այս մասին։ Ամենաշատ ցողունային բջիջները կան այդ բորդալարի գելի մեջ, որը կոչվում է Wharton gel, հա, այնտեղ են եւ ամենաշատ ցողունային բջիջներ կան նաեւ մեր ճարպային հյուսվածքի մեջ, ընդ որում որովայնի հատվածի ճարպային հյուսվածքում ավելի շատ են ցողունային բջիջները, քան այլ հատվածի ճարպի մեջ։ Մենք աշխատում ենք համ մազաթափության հետ, համ ծերության հետ, համ կկրաս այդ սպիերների հետ։ Տարածաշրջանում միակն եք, որը ունի լաբորատորիա, ով կկարողանա պորտալարից դուրս բերել եւ կլոնավորել այդ ցողունային բջիջները, որոնց մասին խոսում ենք։ Ոչ միայն պորտալարից, իհարկե, այո, միակն ենք, ցանկացած հյուսվածքից, որտեղ կա ցողունային բջիջ, մենք կարող ենք անջատել։ Կլոնավորել տերմինը այս պարագայում մի քիչ ճիշտ չի օգտագործել, մենք ցողունային բջիջները անջատում եւ շատացնում ենք առանց իրենց գենետիկ ինֆորմացիային գտնելու։ Հա, իրենց ուղղակի շատացում ենք։ Յուրահատկությունը էս է։ Ողջույն, ժամանակը թռչում է, տարեթիվը փոխվում, շուտով նաև ամառը, իսկ գիտությունը նույնպես երբեք տեղում չի դոփում։ Մեծ քայլերով է առաջ գնում։ Եվ կարևորը այն է, որ հասել է նաև Հայաստան։ Այսօր խոսելու ենք մի երևույթի մասին, որը նոր է Հայաստանում, ներկայացնելու ձեզ մի կենտրոն, որը միակն է ոչ միայն Հայաստանում, նաև տարածաշրջանում։ Ցողունային բջիջներ, լսել եք այս մասին։ Իսկ եթե ասեմ, որ սա նաև օգտագործվում է երիտասարդացման համար եւ իօքուտ ձեր գեղեցկության պահպանման եւ ավելի գեղեցկանալու, դե ուրեմն մնացեք էկրանների առջև, իսկ ես ներկայացնեմ իմ հյուրերին։ Բջջային թերապիայի կենտրոնի բժիշկ Դավիթ Գրիգորյան, ինչպես նաև Տիգրան Բադալյան, մաշկաբան, տրիխոլոգ, ընթացքում նաև ձեր այլ մասնագիտությունները կթվենք, հիմա միանգամից մեր հետևորդներին չծանրաբեռնելու համար, պարոն Գրիգորյան, ցողունային բջիջներ մեր հասարակության համար, անկեղծ ասած ինձ համար էլ, սա պակաս ու շատ քիչ ծանոթ երևույթ է, որովհետև ինքը որպես երևույթ գիտությունում նորամուծություն է եւ շատ լավ է, որ արդեն հասել է Հայաստան։ Սկսենք ամենասկզբից, ինչ են իրենցից ներկայացնում ցողունային բջիջներ, ինչպես են դրանք ստանում եւ որն է դրանց տարբերությունն ու առավելությունը, եթե համատենք այլ բջիջների հետ։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ցողունային բջիջները ամբողջ կյանքի ընթացքում պահպանվող բջիջներ են, երեխայի ծնվելու պահից սկսած եւ ամբողջ կյանքի ընթացքում, որոնք չդիֆերենցված, չմասնագիտացված բջիջներ են եւ ասենք եւ ունակ են ասիմետրիկ կիսվելու, այսինքն մի մասը պահպանվում է, մյուս մասը վերածվում է այն հյուսվածքի բջիջներին, որի անհրաժեշտությունը կա օրգանիզմում։ Մենք գիտենք, որ մեր օրգանիզմում տարբեր հյուսվածքներում անընդհատ նորոգման process-ներ է գնում, հին բջիջները մահանում են, նորերն առաջանտեղ ռեգեներացիա է գնում, եւ այդ բջիջների հումքը նախնական բջիջը դա հենց ցողունային բջիջներն են։ Նորացինը երբ որ ծնվում է, 10,000 բջիջին բաժին է հասնում մեկ ցողունային բջիջ։ Իսկ արդեն ծերացման ընթացքում, ասենք 70 տարեկան մարդու մոտ մեկ ցողունային բջիջին բաժին է հասնում 10 միլիոն արդեն այլ հյուսվածքի բջիջներ։ Դա մեր օրգանիզմի թանկարժեք ռեսուրսներն են վերականգնման, որոնք օգնում են մեզ ամբողջ կյանքի ընթացքում նորոգելու մեր վնասված հյուսվածքները եւ բջիջները։ Պարոն Գրիգորյան, եթե քանակապես նրանք շատ անգամներ ավելի քիչ են, քան մյուս սովորական բջիջները, նշանակում է դրանց հայթայթման եղանակն էլ պիտի ավելի բարդ լինի, որտեղից եք հայթայթում եւ ինչ տեսակներ կան ցողունային բջիջների։ Երևի սկսեմ հարցի երկրորդ մասից նախ, ինչ տեսակներ կան ցողունային բջիջների, դասակարգումը պայմանական է իհարկե, դասակարգում են ըստ ցողունային բջիջները ըստ բազմացման հնարավորությունների եւ ըստ ծագման աղբյուրի, այսինքն ըստ ծագման աղբյուրի էմբրիոնալ ցողունային բջիջներ, մեզ հայտնի մի քիչ պատկերավոր ասեմ, ամենաառաջին ցողունային բջիջը դա հենց բեռնավորված ցվաբջիջն է, որից արդեն առաջանում են մնացած բոլոր օրգանները, հյուսվածքները։ Էմբրիոնալ ցողունային բջիջները դա էմբրիոնալ զարգացման ընթացքում մինչև 5 օրական էմբրիոնի կաստրուլայից անջատվող ցողունային բջիջներն են։ Այնուհետև արդեն գալիս է ըստ ծագման աղբյուրի ֆետալ ցողունային բջիջներ, դա ապորտացված մատերիալից ստացված ցողունային բջիջներն են եւ չափահաս օրգանիզմի ցողունային բջիջներ, արդեն ծնվելուց հետո մեր օրգանիզմում պարունակվող ցողունային բջիջները։
ըստ իրենց բազմանալու ունակության, դիֆերենցվելու ունակության դասակարգում են տոտիպոտենտ, որը միայն էմբրիոնալ ցողունային բջիջն է, տոտի, այսինքն ամեն ինչի կարող է վերածվել։ Էմբրիոնալ ցողունային բջիջը կարող է վերածվել բացի մեր մարմնի այլ բջիջներից, նաև ընկերքի բջիջների եւ այլն։ Ամեն ինչ սկսվում է այնտեղից։ Երկրորդը դա պլյուրիպոտենտ, այսինքն ամեն ինչի վերածվում են բացի ընկերքի բջիջներից։ Հաջորդը պլյուրիպոտենտ, մի քանի ուղղությամբ են դիֆերենցում, գնալով այսպես կճանում է պոլիպոտենտ եւ կա օլիգոպոտենտ 1 կամ 2 ուղղությամբ եւ ունիպոտենտ, այսինքն օրինակ նյարդային հյուսվածքը ունի իր միայն մի տեսակի ցողունային բջիջը, որը վերածվում է նյարդային հյուսվածքի։ Կա դասակարգում նաև իհարկե արյունաստեղ ցողունային բջիջները, հեմոպոետիկ ցողունային բջիջներ, որոնք վերածվում են միայն արյան ձևավոր տարրերի այլ բջիջների, եւ մեզենխիմալ ցողունային բջիջներ, որոնք վերածվում են մնացած այլ հյուսվածքների ցողունային բջիջների։ Մինչև այսքան ինֆորմացիան մենք փորձենք մարսել, ես պարոն Բադալյանին մի հարց ունեմ, բջիջներ ունեն նաև բույսերը, հիմա շատ մոդայիկ է, թանկարժեք են եւ արդյունավետ են համարվում այն քսուկները, որոնց մեջ կան ցողունային բջիջներ, բայց ոչ թե կենթանական կամ մարդուց վերցված, այլ բույսերի արդյոք սա միֆ է, թե իրականություն այդ կրեմների իսկապես այդ քսուկները լավ արդյունավետություն ունեն։ Տենց աննով կրեմեր կան, դուք ճիշտ եք, բայց այդ не стволовая терапия, այդ մենք պետք է հասկանանք։ Իրանց մեջ կարան օգտագործվեն ինչ-որ թե կոմպոնենտներ ռастительного происхождения, որը կարան ունենան անտիօքսիդանտ էֆեկտ, որը օգուտ է մարդու համար, բայց այն հարցով, որով մենք ենք զբաղված, ոչ մի կրեմ չի կարող այդ ռեզուլտատը։ Այսինքն, երբ որ խոսում ենք քսուկների մասին, պետք է մենք տարանջատենք, որ քսուկների մեջ հիմնականում լինեն բույսերի ցողունային բջիջներ եւ ոչ թե կենթանական ծագման, ինչպես որ նկարագրեց եւ ներկայացրեց պարոն Գրիգորյանը։ Այո, մարդու բջիջները չեն օգտագործվում, բացի դրանից կարան օգտագործվեն животного происхождения какие-то части, которые выделяет, скажем, стволовая клетка, օրինակ էկզոսոմները, որը հիմա շատ պոպուլյարն են, բայց իրանք աշխատում են, բայց բարիերնի սլոյը չեն անցնում, то есть իրանք խորը շերտեր չեն մտնում։ Մենք աշխատում ենք լրիվ ուրիշ ձևի, Դավիթը շատացնում է բջիջները մարդկանց։ Կլոնավորում է։ Այո։ Ու դրանից հետո մենք շպրիցով մտնում ենք այն սլոյ, որտեղ ուզում ենք աշխատենք։ Դա ոչ մի կրեմ չի կարա անի։ Դրանք կարող են լինել կնճիռները, խորը կնճիռները, ինչ որ սպիեր, հա։ Սպեկտրը շատ մեծ է։ Մենք հիմա տարբեր փորձեր ենք անում, մենք աշխատում ենք համ մազաթափության հետ, համ ծերության հետ, համ как раз այդ սպիերների հետ։ Պարոն Գրիգորյան, դուք տեսակները բջիջների շատ լավ ներկայացրեցիք, բայց ինձ շատ հետաքրքիր է, ինչպես եք դա հայթայթում։ Որ հումքն եք օգտագործում, ինչ պայմաններով եք օգտագործվում եւ Հայաստանում նաեւ այս առումով օրենքի նաեւ տեսանկյունից ինչ կարգավորումներ կան սրանք ձեռք բերելու համար։ Ուրեմն նախ ասեմ նշած բջիջներից, որ ֆետալ, այսինքն աբորտի մատերիալից առաջացած ցողունային բջիջները ամբողջ աշխարհում արդեն չի օգտագործվում, ելնելով էթիկական որոշ նորմերից, էմբրիոնալ ցողունային բջիջները չեն օգտագործում, չնայած էկոյի դարաշրջանում կա լինում է, որ մի քանի ծբաբիջ են բեղմնավորում, այն որը որ արդեն պետք չի, կարելի է օգտագործել, նրանք հիմա օգտագործում են ավելի գիտական հետաքրքրությունների համար, օգտագործում են չափահաս օրգանիզմի ցողունային բջիջները, այսինքն օգտագործում են արդեն ձևավորված մեզանից վերցված ցողունային բջիջները եւ նորածնային պորտալարի, որը մեծ պոտենցիալ ունի։ Նորածնային պորտալարն էլ արդեն համարվում չափահաս օրգանիզմ, երեխան ծնվելուց հետո այդ առումով արդեն ձևավորված ամբողջական օրգանիզմ է եւ պորտալարի այդ մեջ կա գել, տոնդող, որի ամենահարուստն է ցողունային բջիջներով եւ ամենամեծ պոտենցիալով օժտված ցողունային բջիջներն են։ Ամենաշատ ցողունային բջիջները կան այդ պորտալարի գելի մեջ, որը կոչվում է Wharton gel, հա, այնտեղ են եւ ամենաշատ ցողունային բջիջներ կան նաեւ մեր ճարվային հյուսվածքի մեջ, ընդ որում որովայնի հատվածի ճարվային հյուսվածքում ավելի շատ են ցողունային բջիջները, քան այլ հատվածի ճարվի մեջ։ Նայած ինչ նպատակ ենք հետապնդում։ Ռեգեներատիվ բժշկությունը
զբաղվում են նաև հյուսվածքների այնտեղ որտեղ կա հյուսվածքի դեֆեկտ, դեֆիցիտ նաև, ասենք օրթոպեդիայի եւ տրավմատոլոգիայի մեջ ոսկորի բացակայություն, ինչ-որ տարբեր տրավմաներից, աճառի վնասված արտոզների եւ այլն։ Մեծ ուղղություն է ինքը, այս եւ նաև էսթետիկ բժշկության մեջ, եթե կա հյուսվածքի դեֆիցիտ, հա, այս դեպքում մենք կարող ենք օգտագործել հենց պացիենտի ճարպից անջատված ցողունային բջիջները, որոնք կծառայեն նաև որպես շինանյութ, կդիֆերենցվեն մի յուրահատկություն ունեն ցողունային միջավայրը բջիջները, որ միջավայրում լինեն, կդիֆերենցվեն, կհարմարվեն այդ միջավայրի այդ հյուսվածքի բջիջների կվերածվեն։ Իրենք կվերածվեն։ Կարող ենք ասենք քամիլիոն բջիջներ կամ տրանսֆորմացվող բջիջներ են, հա, սրանք ավելի պատկերավոր ասելու համար։ Ես կվախենամ տրանսֆորմացվող անունը օգտագործել, դրա համար հնարել են ցողունային բջիջ անունը հենց, այսինքն ինքը ցողունն է, որից սկիզբ է առնում մյուս տերևները, պտուղները, բերքը։ Իմաստը է հիմնարար բջիջն է, տրանսֆորմացվող բջիջներ ասելը մի քիչ կարող է այլ եզրահանգումների կան ոչ մասնագետները իհարկե եւ օգտագործում ենք նաեւ կան օրդալարի ցողունային բջիջները, որոնք խթանիչ են ուժեղ, այստեղ ոչ թե շինանյութ են ծառայում, այլ պարակտին մեխանիզմով խթանում են տարբեր վնասված հյուսվածքների արագ վերականգնում, ռեգեներացիան։ Նրանք լավ իմունոմոդուլյատոր են, հագապորփոկային են, խթանում են անոթ առաջացումը, հետևաբար եւ նախքան այս պորտալարը որևէ կերպ բժշկության մեջ օգտագործվում էր թե ոչ եւ ինչպես եք դրանք ձեռք բերում։ Հատուկ հաստատությունների, հիվանդանոցների հետ, ծննդատների հետ ունեք արդեն որոշակի պայմանավորվածություններ, թե սրանք անհատապես յուրաքանչյուր ծննդկանի հետ են իրականացվում։ Հայաստանում արդեն պրակտիկա եղել է, որ պորտալարային այրուն են պահել, եղել է բանկ կա երևի գուցե, որ պահում են պորտալարային այրուն, պորտալարի հյուսվածք հենց այդ նպատակով անջատում են այդ բջիջները, որ երեխան եթե մեծանա, իր ցողունային բջիջները օգտագործվի, եթե աստված չանի ինչ-որ խնդիր ունենա, հենց իր ցողունային բջիջները օգտագործվի։ Եվ այդ պրակտիկան կար, որից նաև մենք օգտվեցինք, ուղղակի հղին, ծննդաբերող հղին համաձայնություն է տալիս, որ ինքը դեմ չի, որ այդ պորտալարը օգտագործվի բժշկագիտական նպատակներով, մնացած արդեն պայմանները մենք ապահովում ենք, պորտալարը բերում մշակում ենք, հա։ Եթե չէ, այդ պորտալարը որպես կենսաբանական թափում միևնույն է թափում է։ Այսինքն որ այդտեղ ինքը անպիտանի է համարվում։ Այո։ Պարոն Բադալյան, ձեզ համար որպես կոսմետոլոգ, ով դեմքի տարբեր խնամքներ է իրականացնում, օգտագործելով բոլոր ժամանակակից հնարավոր միջոցները, այսօր ցողունային բջիջները դասակարգման առումով որտեղում կդնեիք եւ որքան է սրա ազդեցությունը մաշկի երիտասարդացման առումով։ Երևի առաջի տեղը կդնեիք, բացատրեմ ինչի, որտեղ եթե մենք խոսում ենք կլասիկ կոսմետոլոգիայի մասին, մենք օգտագործում ենք մարդու ռեսուրսները։ То есть биоритализациան սրսկում ենք, խոնավացնում ենք ու ստիմուլირуем, որ էլի գիալուրոնովի կիսլոտա արտադրվի։ Ցողունային բջիջները հենց որ մենք օգտագործում ենք, մենք շատացնում ենք զապասները։ Բացի դրանից մենք պետք է հասկանանք ոնց են իրանք աշխատում։ Լոգիկան դրա մեջ է, որ իրանք ունեն CD մարկերներ, որը փնտրում են խնդիրը ու աշխատում են հենց այդ խնդիրի հետ։ То есть, եթե ծերություն ա գնում, мы улучшаем эластин, коллаген, улучшаем качество кожи։ Եթե մենք ռուբեցներ ենք տեսնում, ինքը ֆիբրոզը ոչնչացնում է ու улучшает плотность ու սարքում է նոր մաշկ։ Եթե խոսում ենք մազերի մասին, հանում է ֆոլիկուլի կողքի վասպալենիան, արագացնում է աճը ու ստիպում է, որ մազերը շատանան, խտանան։ То есть, մի քայլ առաջ են գնացել в плане омоложения кожи и не только։ Մաշկի երիտասարդացման առումով տևողությունը մեկ պրոցեդուրայի որքան է 6 ամիսի ազդեցությունը պահպանվում, 5 ամիս, թե դա ավելի երկարակյաց պրոցեդուրա է։ Դա ինդիվիդուալ է, բայց ինչա հարցը, ինչա ինդիվիդուալ։ Մենք կարանք սրսկենք մի անգամ ու ստանանք потрясающий результат։ Իսկ կարող է խնդիրը այնքան մեծ է, որ մենք 2 կամ 3 անգամ սրսկենք։ Հարցը նրանում է, որ մենք մարդուն ջահելացնում ենք ու process տարենը այդ ժամանակից է սկսում։ То есть եթե ինքը 50 տարեկան է, դարձնում ենք վիզուալ 45-43 տարեկան, ու ինքը 43 տարեկանից դальше գնում է այդ ծերության process-ը։ Վիզուալ, որովհետև եթե իսկական ծերության մասին խոսանք, այդ մի քիչ ուրիշ process-ն է։ Պարոն Գրիգորյան,
Փաստորեն երկու տեսակի ցողունային բջիջներ կան, այդ յուրաքանչյուր մարդով կրում է իր որովայնի շրջանի ճարպի հատվածում եւ պորտալարային։ Գեղեցկության երիտասարդացման առումով դուք որպես բժիշկ որը կնախընտրեիք, որ միջոցից ձեռք բերված ցողունային բջիջներն են, որ ավելի արդյունավետ են, որովայնի շրջանի թե պորտալարի։ Մի փոքրիկ շտկում անեմ, ցողունային բջիջներ բոլոր հյուսվածքներում գրեթե կան։ Մենք կարող ենք ցանկացած հյուսվածքից ստանալ, ոսկրածուցի մեջ էլ կա, ինչպես հեմոպոետիկ ցողունային բջիջները այնպես էլ մեզենխիմալ, որը մենք օգտագործում ենք, կա ատամի պուլպայի մեջ, կա աղիների էպիթելում, կա արգանդի էնդոթելի պատերի մեջ, քանի որ անընդհատ ռեգեներացվող հյուսվածք է, բայց ինչի ենք ճարպը օգտագործում պացիենտի ճարպը, որովհետև ճարպում շատ է, 1 գրամում 85,000-ից մինչև 80,000 Եվ հետո երկուսը մեկում, համ ճարպն եք անում, համ էլ Սովորաբար բոլոր հիվանդները լիպոասպիրացիայից հետո այդ կատակը անում են, որ ինչքան մի արեցի, բայց այնտեղ վերցում է 50-ից 100 մլ ճարպ, որ այդ ներառված հեղուկը նրակեսն է եւ մի արեցնելու հետ լիպոասպիրացիա է, ոչ թե լիպոսակցիա, հա։ Ճարպն ենք վերցնում 50-ից 100 գրամ։ Տեսեք ինչպես է, եթե ունենք հյուսվածքի մեծ դեֆիցիտ, որտեղ պետք է նաև որպես շինան ծառայի, չգիտեմ, տրավմա է, ինչ որ ատրոֆիկ սպիեր են եւ այլն, պետք է հենց գենետիկորեն իրա բջիջը լինի, այդ դեպքում ցանկալի է հենց իրա ցողունային բջիջը, բայց լինում են դեպքեր, որ նույնիսկ պացիենտի ցողունային բջիջը լավ որակի չի լինում, մենք ստուգում ենք լաբորատոր պայմաններում, այսինքն լավ չի կիսվում, լավ չի բազմանում, չի վերածվում եւ շատ դեպքերում որոշ հիվանդությունների դեպքում հենց իրենց ցողունային բջիջներն են վնասված լինում, դրա համար զարգանում է այդ հիվանդությունը, ռեգեներատիվ մատերիալ չկա։ Այս դեպքում հասնում է մեզ օգնության արդեն պորտալարային ցողունային բջիջները, որոնք միշտ երիտասարդ են, ավելի պլաստիկ են, էներգիայավլեցում են, խտանում են տարբեր պրոցեսներ եւ ռեգեներացիան ավելի արագ է գնում։ Բայց սեփական ճարպից անջատված ցողունային բջիջները մի դրական բան ունեն, որ եթե լավ որակ է, մենք կարող ենք այդ ցողունային բջիջները պահել, սառեցնել հեղուկ ազոտի մեջ, առաջի անգամ է միայն մի քիչ տրավմատիկ, որ վերցնում են այդ ճարպը եւ ամեն, ասենք 5 տարուց էլի կարիք ունեցավ, իր բջիջները պահված են, մենք կարող ենք հալեցնել նորից կիրառել էսթետիկ բժշկության կամ այլ ոլորտում։ Այսինքն հնարավոր է պահել մի անգամ է տալու այդ ցողունային բջիջները, եթե իհարկե որակը լավ է, բայց սովորաբար էսթետիկայում հենց պացիենտներն էլ են ընտրում ոչ տրավմատիկ պատրաստի պորտալարային ցողունային բջիջները եւ պորտալարային ցողունային բջիջները ֆանտաստիկ լավ արդյունքներ են ցույց տվել, արդյունքների մասին արդեն բժիշկը ավելի կասի թե ինչի վրա է գրականացել։ Բժիշկ ասեք արդյունքների մասին։ Արդյունքները потрясающие результатներ ենք ստանում։ Ես ուզում եմ մի հատ բան բացատրեմ, որ մարդիկ չվախենան, հենց որ մենք սրսկում ենք այդ բջիջը, ինքը սաղ ամնում օրգանիզմի մեջ, մեր սրսկած տեղը մոտ 24 ժամ։ Այդ ժամանակ ինքը выделяет цитокины, экзосомы и другие полезные компоненты, որից հետո он разрушается, и этот разрушаемый материал тоже становится основой для регенеративной медицины, скажем так. Մենք այն ինչ որ դրանց առաջ ասացի, сосудистые патологияների հետ ենք աշխատում։ То есть он очень хорошо укрепляет, լավացնում է սասուդները։ Այդ մենք արդեն սկաներով նկարել տեսել ենք ռեզուլտատները։ Մենք աուտոիմուննի աչեգովա ալոպեցիայի հետ ենք աշխատել, շատ լավ էլի ռեզուլտատներ ենք ստացել։ Մենք մաշկի ոնց ասենք, усовершенствуем технологии для улучшения получения лучшего результата в эстетических целях, ու էլի продвигаемся։ Շատ մեծ գործեր ենք անում ու շատ մեծ հույսեր կան այս թերապիայի մեջ։ Պարոն Գրիգորյան, պորտալարից վերցված ցողունային բջիջները գենետիկ առումով այլ մեկի օրգանիզմին ներարկելու դեպքում ադապտացվելու, ընդունելի, չընդունելի լինելու խնդիր չի լինում։ Սպասում եմ այդ հարցին իհարկե։ Տեսեք, ինչով են նաև յուրահատուկ պորտալարից անջատված ցողունային բջիջները, որովհետև իրենք չունեն հյուսվածքային համատեղելիության կոմպլեքսը հիմնական, որը որոշում է, որ ինքը օտար բջիջ է, այսինքն մեր օրգանիզմի իմունիտետի կողմից իրենք նկատելի չեն։ Լինում են դեպքեր շատ թույլ նկատելի, երբ որ այդ պացիենտի մոտ իմունիտետը ավելի բան փուլում է, սրացված փուլում է, թույլ նկատելի կարող են լինել, բայց հիմնականում այդ բջիջները նկատելի չեն։ Մենք բջիջները անջատելուց հետո բազմացնելուց հետո պարտադիր բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ են անցնում կենտրոնում, կապված իրենց գենետիկ հավաքածուի հետ, կարիոտիպ եւ այլն,
Պլյուս որոշում ենք իրենց մագերևույթային մարկերները։ Ամեն մի բջիջ օրգանիզմ, ամեն մի հյուսվածքի ունի իր սպეციფიկ մագերևույթային մարկերը, որոնք կոչվում են CD-ներ։ CD-ներ տարբեր թվերով, CD73, CD90, CD105 եւ այլն։ Կամ բջիջներ, որ մանրադիտակ իրար շատ նման են, լրիվ իդենտիկ են։ Օրինակ ցողունային բջիջները շատ նման են ֆիբրոբլաստներին։ Մենք տարբերակում ենք դրանց CD-ներով։ Եթե CD-ն առկա է SS ցողունային բջիջների մոտ CD73, 90, 105 առկա է, ուրեմն ցողունային է։ Եվ պետք է բացասական լինի պարտադիր HLA DRCD-ն։ Դա հենց հյուսվածքային համատեղելիության կոմպլեքսի մարկերն է։ Ինքը պիտի բացասական լինի, չունենա, որից հետո մենք նոր ներարգենք, որովհետեւ ինքը չառաջացնի իմուն պատասխան։ Եվ այս պորտալարի ցողունային բջիջները չունեն այդ հյուսվածքային համատեղելիության։ Օրգանիզմը չի պայքարում իրենց դեմ, նկատելի չեն։ Իրանք շատ երկար չեն ապրում, իրանք արագ քայքայվում են եւ իրանք ամբողջ թանկարժեք նյութը սկսում է խտանել ռեգեներացիան, բազմաթիվ կենսաբանական ակտիվ նյութեր, որը արտազատվում են։ Այսինքն այս բջիջները այլ ինչ որ անծանոթ մեկի պորտալարից վերցված օրգանիզմում ընդունվելու խնդիր չեն ունենում։ Ոչ, այս բջիջները ճանաչվում են որպես հարազատ թանկարժեք կենսաբանական նյութերով հարուստ բջիջներ։ Պարոն Բադալյան, եկեք թվենք այս ցողունային բջիջները գեղեցկության եւ երիտասարդացման ասպարեզում ինչ տարբերակներում են օգտագործում։ Դրանք ասացիք, որ կարող են խտացնել մազերը, կնճիռների դեմ, երիտասարդացման դեմ, մաշկն են խոնավեցնում, այլ ինչ կերպ են կարող օգտագործվել այս բջիջները, որոնց հետ աշխատելով դուք արդեն ունեք այդ փորձը եւ արդյունք եք տեսել։ Вообще общее омоложение մասին է խոսքը գնում։ То есть элементарно N, որ ինքը ակտիվացնում է անգիոգենեզը ու улучшает кровоснабжение тканей։ Մենք մի հատ նկար ունենք элементарно, որ մարդը ինչ բլեդնի է, մաշկի գույնը իր տեսակը սրսկելուց հետո как она преобразилась։ То есть любой процесс, որը ծերացնում է, մենք կամ կանգնացնում ենք, կամ հետաձգում ենք, այո։ Էլի եմ ասում, շատ լավ փորձեր արդեն ունենք ու վիզուալ առումով զուտ նկատելի, որ երևում է մաշկի վրա, հենց էսթետիկայում։ Պիգմենտացիայի մասին, որ չասես Տիգրան, շատ կարևոր է։ Պիգմենտացիայի վրա է շատ լավ ազգում։ Մաշկի գույնը բացանում է, ավելի առողջ առույգ տեսք է ստանում։ Այն վտիտ մուկ երանգները սփռտնացություն, քանի որ արյունաստեղծումը արյունահոսությունը լավանում է, արյունատար անոթներ են ստեղծվում, մաշկը երիտասարդանում է, սկսում է փայլել, գույնի բացը ինչի հետ է կապված, տեսեք երեխաների մաշկը ինչ փայլուն է, չէ՞։ Այսինքն երբ որ երիտասարդանում է, սկսում է մի տեսակ փայլել, հենց այդ գունաբացությունը դրա հետ է կապված։ Ներարկումից արդեն հաջորդ պահից մենք այս արդյունքը պիտի տեսնենք, թե որոշակի ժամանակ պիտի անցնի, որպեսզի այս ցողունները բազմանան, ներծծվեն, տան իրենց արդյունքները։ Անցնի միանշանակ, то есть առաջի ինչ որ թե փոփոխությունները մենք կտեսնենք 2 շաբաթ հետո։ Բայց общий положительный результаты մի ամիս, 2 ամիս կարա տևի, մինչև մենք տեսնենք ու հասկանանք всё։ Կան случайներ, օրինակ зарубежной լիտերատուրաներում, որը ցույց են տալիս, որ մինչև կես տարի էֆեկտը շարունակվում է։ Ոչ թե պահպանվում, այլ շարունակվում է տարածվել։ Այո, то есть հարցը նրանում է, որ այդ мы запускаем процесс։ Իրանք ես ասացի մոտ 24 ժամվա ընթացքում մահանում են, всё, բայց այդ process-ը շարունակվում է ու մենք հետաքրքիր փորձեր ունենք, որին հələ հետևում ենք։ То есть մենք չենք կարող ասենք, որ ինչ որ թե բան արել ենք ու всё։ Մենք մինչև հիմա տեսնում ենք դինամիկան, տեսնում ենք փոփոխությունները։ Դա ամիսներ կարա տևի։ Որ բարբերականությամբ է կարելի վերադառնալ այս պրոցեդուրային։ Էլ շատ ինդիվիդուալ է, երբ որ ինչպես արդեն նշեց բժիշկը, երբ որ իր բնական ճանապարհով նորից անհրաժեշտություն լինի։ Մարդը ինքը զգա, որ արդեն անհրաժեշտություն կա վերան բնական ճանապարհով նորից անդրադառնալու ես խնդրի։ Ես մի բան եմ ուզում անդրադառնամ, այդ Տիգրանը խոսեց, ես հիշեցի, որ շատ կարևոր է։ Ցողունային բջիջներով էսթետիկ բժշկությունը գեղեցկացնելը ինքը ավելի երիտասարդացնել է, մենք ոչ թե քողարկում ենք կնճիռները, թաքցնում ենք, ինչ որ կոսմետիկ պրոցեդուրա ենք անում, այլ ցկտում ենք մաշկի իրական երիտասարդացմանը, առողջացմանը։ Սա ավելի շատ բժշկական ուղղություն է եւ ոչ թե էսթետիկ բժշկություն։ Ոչ թե ինչ որ քողարկենք, ինչ որ կնճիռներ թաքցնենք ժամանակավոր, ինչ որ մի բան միտեղ լցնենք կամ հագարակ անենք, այլ չէ։
մենք աշխատում ենք, որ ինքը իր բնական ճանապարհով երիտասարդանա եւ խթանելով ռեգեներացիան։ Այո, եւ գեղեցկությունը վերականգնի։ Այս պատկերացրեք, ոչ թե կես տարին մեկ բոտոքս սրսկեք, մի անգամ օգտագործեք այս թերապիան ու երկար ժամանակ կնճիռների մասին չմտածեք։ Հատկապես երբ բոտոքսը առանձնապես ազդեցություն չի ունենում կոնկրետ օրգանիզմի պարագայում։ Շատ քիչ է, հա, բայց տենց խնդիրներ։ Տարիքային սահմանափակում լինում է, թե ոչ։ Էսթետիկայի մասին ենք եթե խոսում, anti-age-ը միանշանակ այդ մենք կսպասենք պացիենտներին 35-ից 40 տարեկան սկսած։ Բայց եթե մենք խոսում ենք բուժման մասին, իսկ սա всё-таки էսթետիկա չի։ Ակնաներ օրինակ, հա։ Ակնայի հետ էլ կարանք աշխատենք, ռուբեցի հետ էլ կարանք աշխատենք, ռազացիայի ծանր ստադիաների հետ էլ կարանք աշխատենք, այդ նույն ալապեցիան, որը կարա լուբոյ տարիքից սկսի կարանք աշխատենք։ То есть եթե մենք խոսում ենք էսթետիկայի մասին, всё-таки anti-age-ը սկսում է մոտ 35-ից անց։ Եթե մենք խոսում ենք բուժելու մասին, սահմանափակություն չկա։ Դե երբ որ խնդիր առաջանա, պարոն Գրիգորյան, այս եղանակը բուժման երիտասարդ է, եթե վերցնենք բժշկության համաշխարհային պատմության առումով, Հայաստան առավելապես նոր է եկել վերջերս, բայց միևնույն ժամանակ որոշ ավելի առաջադեմ երկրներ արդեն որոշակի փորձառություն ունեն, ինչպիսին է արտասահմանյան փորձը ցողունային բջիջների հետ աշխատելու առումով beauty ասպարեզում։ Տեսեք, շատ ժամանակակից զարգացած երկրներում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում կան կլինիկաներ ընդհանուր ռեգեներատիվ բժշկության, որտեղ մի ամբողջ բաժին հատկացված է էսթետիկ բժշկությանը, եւ կան կլինիկաներ, որոնք իրենց անվան մեջ արդեն էսթետիկ բառը ունեն, ամբողջ կլինիկան է նվիրված էսթետիկ բժշկությանը։ Եվ չմոռանամ նշել իհարկե Կորեան, Չինաստանը, ամենաժամանակակից ցողունային բջիջներով ամենաշատ հետազոտված եւ կլինիկորեն օգտագործված երկիրը երևի Կորեան է, որի փորձը արդեն մյուսները տեսնելով որ ինչքան լավ բան է, սկսեցին նաեւ ավելի ակտիվ կլինիկորեն օգտագործել։ Բոլոր երկրներում արդեն կան այդ կլինիկաները, նույնիսկ ոչ միայն բաժինները, մի ամբողջ կլինիկա զբաղվում է anti-aging-ով կամ էսթետիկ բժշկությամբ։ Ընդունված ամեն երկիր որոշակի ինչ-որ սահմանափակումներ ունի իհարկե, այս դեպքում այսպես, այն դեպքում այնպես, ելնելով երկրի օրենքներից կարգավորումներով, բայց հիմնականում օգտագործում են։ Օրինակ ԱՄՆ-ում մենք գիտենք տարբեր նահանգներ, տարբեր օրենքներ ունեն այնտեղ մի երկրի մեջ, ԱՄՆ-ում մոտ վերջի տվյալներով 472 կլինիկա կա, բայց ամեն օր փոխվում է այդ տվյալը, այնքան արագ զարգացողություն է, որոնք զբաղվում են ցողունային բջիջներով, բայց նրանք զբաղվում են հենց իրենց կլինիկայի ներսում, նրանք իրավունք չունեն վաճառելու։ Իսկ օրինակ Մեքսիկայում եւ այլ երկրներում վաճառում են, դուք կարող եք գնել այդ պորտալարային ցողունային բջիջները։ Բայց այստեղ էլի խնդրահարույց շատ բաներ կա, որովհետեւ այդ բջիջները երբ որ ներարկում ես կենտանի վիճակով նրանք ավելի մեծ էֆեկտ կունենան, իսկ երբ որ վաճառում են օրերը սառեցված եւ այլ ժամկետները բան սառեցված հալեցրած բջիջների մեծ մասը մահացած են, չնայած այդ մահացած բջիջներն էլ էլի էֆեկտ ունեն։ Նույնիսկ եթե դա էֆեկտ ունի, պատկերացրեք կենտանի բջիջը ներարկելուց ինչ էֆեկտ ունի։ Դրա համար երբ որ մենք կիրառում ենք բացի CD մարկերներից, մենք կա այսպիսի հասկացողություն viability, ստուգում ենք իրանց կենսունակությունը։ Պետք է 95%-ից բարձր լինի։ Երբ որ Տիգրանի այդ վերջին ժամանակներս աշխատում էինք, ստուգում էինք կենսունակությունը բջիջների 95%-ից ավելի լինի, 99 կամ 100% կենսունակ էին բջիջները բոլորը, ստուգում ենք նոր ներարկում ենք։ Դրանք այն բջիջներն են, որոնք այդպիսի արդյունք են տվել կենթանի իմանալով, որոնք դուք ձեռք եք բերել հայաստանյան ծննդատներից։ Այո, պորտալարը բոլոր աշխարհի բոլոր երկրների ծննդատներում նույն պորտալը։ Չէ, ես ուզում եմ ասեմ, եթե պահպանվել են բոլորը ողջ են եղել 90 եւ 95%։ Մենք պորտալարը վերցնում ենք ծննդատնից։ Ահա։ Բերում ենք մեր մոտ, այդ պորտալարի հյուսվածքի միջից այնտեղ անջատում ենք պորտալարի օրտնջելից անջատում ենք ցողունային բջիջները, մաքրում ենք եւ ցանում ենք հատուկ տարաների մեջ։ Ցանելուց հետո աճացնում ենք, շատացնում ենք, իրանք շատ դժվար բազմացող բջիջներ են in vitro պայմաններում։ Եթե չկա խնդիր օրգանիզմից դուրս են, իրանք դժվար են բազմանում։ Մենք շատացնում ենք, հասնում ենք միլիոնների իրենց քանակը, նայած ինչ խնդիր ենք հետապնդում, որից հետո նորից մաքրում ենք, ստուգում ենք ստերիլություն եւ այլն, CD մարկերները, կենսունակություն, այդ բոլոր ստուգումները անցնելուց հետո նոր ներառնում ենք։ Այսինքն դուք գնում եք հենց ինքը պորտալարը եւ ոչ թե ցողուններն եք գնում։
բջիջները ցողունային։ Այո, Այդ լաբորատորիան, որը կարա վերցնի պորտալարը ու սարքի отделить стволовой клетки ու շատացնի, ռեգիոնում չկա։ Այդ է սա հարցը։ Ու մենք մենակ չենք աշխատում, то есть մենք կուրիրում Ամերիկայի հետ։ մենք համագործակցում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Վինսվորթի բժշկական քոլեջի պրոֆեսորի հետ, տարբեր երկրների հետ համագործակցություն ենք եւ այս ուղղությունը սկսելուց առաջ իրենք եկել են, միասին ենք որոշել, որ համապատասխանի միջազգային ստանդարտների մեր լաբորատորիան համատեղ աշխատանք է։ Բնականաբար ամերիկյան գործընկերները օգնել են մեզ։ Այս առումով տարածաշրջանում միակն եք, որը ունի լաբորատորիա, ով կկարողանա պորտալարից դուրս բերել եւ կլոնավորել այդ ցողունային բջիջները, որոնց մասին խոսում ենք։ Ոչ միայն պորտալարից, իհարկե, այո, միակն է, ցանկացած հյուսվածքից, որտեղ կա ցողունային բջիջ, մենք կարող ենք անջատել, կլոնավորել տերմինը այս պարագայում մի քիչ ճիշտ չի օգտագործել, մենք ցողունային բջիջները անջատում եւ շատացնում ենք առանց իրենց գենետիկ ինֆորմացիային գտնելու, հա, իրենց ուղղակի շատացնում ենք։ Յուրահատկությունը էս է։ Տիգրան, եւ վերջում ուր կարող են դիմել մարդիկ, ովքեր հետաքրքրվեցին ցողունային բջիջներով եւ ուզում են հենց այսպիսի միջոցով երիտասարդացումը իրենց վերականգնել։ Մենք կսպասենք իրանց մեր դիագնոստիկի ցենտրում, որտեղ մենք կանցկացնենք կոնսուլտացիա, մարդկանց ավելի մոտիկ կծանոթացնենք ցողունային բջիջների հետ, կպատմենք սաղ պլյուսերը, որտեղ կանենք մեր թերապիան։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն։ Բոլոր նրանք, ում հետաքրքրեց այս թեման եւ կուզենան ավելի մասնավոր իրենց հարցերը ուղղել մասնագետներին, դուք մեր տեսանյութերում կտեսնեք հղումներ, որոնք կամ ուրջ կհանդիսանան, որպեսզի դուք կապ կարողանաք հաստատել նրանց մասնագիտական էջերի հետ։ Հանդիպելու ենք կրկին առայժմ։